Պարոն քաղաքապետ, ձմեռային ամիսներին մենք յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը, պայմանավորված եւ ջեռուցման սեզոնով, երբ որ որոշակիորեն ավելանում է, այսինքն աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր, ջեռուցումը, պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով, երբ որ ձմեռային ամիսներին անտիցիկլոնային այդ ինվերսիոն երևույթներ են տեղի ունենում, երբ որ սառը օդը լճանում է Արարատյան գոգավորության հատակային մասերում, Երևան քաղաքում եւ օդափոխանակությունը խախտվում է այդ ամիսներին, եւ պայմանավորված նաեւ Երևան քաղաքում կանաչ տարածքներում կանաչապատ գոտիներում մշտադալար տեսակների սակավությամբ, երբ որ այդ կանաչ գոտիները իրենց ֆիլտրող գործառույթը չեն իրականացնում, այսինքն քիչ են դրանով պայմանավորված եւ մեր գործողությունների ծրագրում, քարտամյա գործողությունների ծրագրում մենք նախատեսել ենք միջոցառումներ, կուզենայի տեղեկացնել նաև, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից եւս մշակվել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը, որը շատ համահունչ է նաև մեր առաջարկած քարտամյա ծրագրին եւ հաջորդ շաբաթ մենք հանդիպելու ենք շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերների հետ, հասկանանք մեր միջոցառումների ծրագիրը ինչպես է ինտեգրվում կառավարության այդ որոշմամբ հաստատվող հնգամյա գործողությունների ծրագրին, որտեղ շատ գործողություններ եւ մենք ենք առաջարկել եւ իրենց ծրագրում է նախատեսված եւ քանի որ հանրապետության մասշտաբով իրականացվելու են իրենց առաջարկած միջոցառումները, միգուցե ինչ-որ ձև ինտեգրվի նաև մեր քարտամյա գործողությունների ծրագիրը։ Նաև կուզենայի տեղեկացնել, որ հրապարակվել է հիդրոմետրի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագիրը, որի համաձայն 2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների, եւ եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում ամենաբարձր փոշու մակարդակը գրանցվում էր Երևան քաղաքում, 24 թվականին արդեն Երևան քաղաքում նվազել այդ ցուցանիշը եւ չորրորդն է այդ ցուցանիշով դիտարկվող քաղաքների մեջ։ Պարոն Ավետիսյան, հիմա այն ինչ որ դուք ասում եք, շատերը ուղղակի կորակեն, որ դա իրականությանը չի համապատասխանում, մի պարզ պատճառով կարծում եմ, որ մինչև նախորդ տարի մենք այս ծավալի չափումներ օդի որակի ուղղակի Երևան քաղաքում չէինք արել։ Այսինքն այն սարքերի ծավալը եւ քանակը, որ նախորդ տարի արդեն ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելին էր։ Մեզ հնարավորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ եւ իրականում այն ամենակարևոր, այսպես ասած, դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ որ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք։ Բայց այնուամենայնիվ նաեւ ձեր խոսքին եմ ուզում անդրադառնալ, որովհետեւ փոշու քանակը եւ օրինակ ձեր մատնանշած առաջին խնդիրը, որ ջեռուցման սեզոնի հետ է կապված, արդյոք իրար հետ այդպես փոխկապակցված են, արդյոք օրինակ գազի սպառումը փոշու խնդրի հետ է կապված, թե դա այլ աղտոտիչ է։ Պարոն քաղաքապետ, ջեռուցման սեզոնին, քանի որ ոչ միայն գազ, նաև այլ վառելիք է օգտագործվում, հիմնականում մանրատիկ փոշու կամ այսպես ասած PM2.5-ի աղբյուր ջեռուցումը եւս հանդիսանում է։ Ջեռուցումը այդ օրգանական փոշու օրգանական ծխի մասնիկները հանդիսանում են PM2.5-ի աղբյուր եւ նաեւ դրանք, քանի որ գումարվում է ձմեռային ամիսներին օդափոխանակության խանգարումը, այդ ամենը բերում է նաև մեր սարքերի կողմից արձանագրվող PM2.5-ի մակարդակի ավելացման։